Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի լույս, այսօր օրը հիանալի է, նվերը տիրոջից մեզ համար և այդ նվերը պետք է հավուր պատշաճի օգտագործենք գնահատելով ամեն մի վարկյանը և մեր առավոտը սկսում ենք Աստծո խոսքով, այսօր մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբոր հետ Մարսելից կարոտել ենք, Հովհաննես եղբայր շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Նմանապես եղբայրս, ես էլ շնորհակալ եմ։ Փառք մի անգամից անցնենք թեմային, այսօրվա թեման շատ լուրջ թեմա է, իրոք շատ լուրջ, ես հասցրեցի ընթացքում կարդամ կոնտեքստը, այն նախաբանի կոնտեքստը, մեկնարկային համարը, շատ ազդեցիկ է և փաստորեն այս տողերը, որ Քրիստոսի խաչի թշնամիներ այս խոսույթն է Պողոս առաքյալը մեջտեղ բերում, ուրեմն Փիլիպպեցիս 3:18, հանկարծ նկատեցի, որ սա աշխարհիկ մարդկանց չի վերաբերում, այլ հետաքրքիր է, որ այսպես ասած քրիստոնյաներ անվանում ունեցողներ շատ և կրոնական այդ երևույթի տակ հանկարծ նկատում ենք այս սարսափելի խոսույթը, այսինքն մարդ, որը կարող է լինել քրիստոնյա, ընդհուպ հաճախել եկեղեցի, ամբողջ արարողությունները պահպանել, բայց հանկարծ նկատում ենք այդ թաքնված մասը, որ ոչ մի կապ չունի Քրիստոսի խաչի հետ։ Շատ հետաքրքիր թեմա է և սիրով լսում ենք քեզ Հովհաննես եղբայր։ Այո, եղբայրս, իրոք ճիշտ ես նկատել, քանի որ այսօր մենք շատ լուրջ թեմա պիտի շոշափենք, որի համար անգամ առաքյալը ասում է, որ շատ տխուր է և լացով է այդ մասին տեղեկացնում։ Հետևաբար պիտի տեսնենք, թե այդ տխրության, այդ աստիճանի իրեն հուզող հարցը ինչի մասին է իրականում, որ ինչպես նախորդ համարում ասում է, որ մեզ հորդորում է 17 համարում, նույն 3-րդ գլխի Փիլիպպեցիս ասում է, ինձ նմանող եղեք եղբայրներ և նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունեք։ Այսինքն, տեսնենք ինչպես իրեն նմանող լինենք այս պարագայում, այսինքն, եթե պետք է մենք էլ լաց լինենք, տեսնենք ինչում է բանը։ Սա եմ ուզում ասել, որ իհարկե քաղցրավենիքներ չենք բաժանելու այսօր, ինչպես սովորաբար ակնկալում են հավատացյալները միշտ ինչ-որ սենց շաքարային բաներ լսելու։ Իդեպ ասեմ, որ քաղցրավենիքը ընդհանրապես օգտագործում են կուշտ ուտելուց հետո։ Ուտելուց առաջ չի կարելի, որովհետև ախորժակ է փախնում։ Այո, հուսանք, որ այդպես էլ կլինի։ Վերջում քաղցրավենիք լինելու է հաստատ։ Առաքյալը ինքը այդ տխրությունից հետո անմիջապես ասում է, թե որտեղ է իր քաղցրավենիքը։ Այո։ Եվ անցնելով այս թեմային, ես պարզապես կարդամ այդ համարը առայժմ, որ այսպես է արտահայտվում։ Ուրեմն ասելով ինձ նմանող եղեք եղբայրներ և նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունենք։ Ես հիմա մի քիչ հետո կասեմ, թե այդ կերպը ինչ է, այդ կերպ, որն է իր կերպը գնալու, որ դրան պետք է նմանող լինենք։ Եվ խոսում է այնպիսիների մասին, որ այդ կերպով չեն գնում։ Այդ կերպը շատ կարևոր է։ Այսինքն պայման։ Ասում է, թե ինչ կերպով է ինքը գնում և իր նմանները, և մեզ էլ ասում է, որ այս սրանց նմանվեք ինձ և այդ կերպով գնացողներին, ուրեմն այդ կերպը կարևոր է, որի մասին կխոսենք։ Եվ հետո ցույց է տալիս, որ կան ոմանք, ասելով, վասնզի շատերն են գնում և շատ են։
շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ, եւ հիմա էլ լալով ասում եմ, այսինքն սա մի հատ թեմա է, որ երկար ժամանակ է տևում, անընդհատ այդ մասին խոսել է, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վերջը կորուստ է, սա մոտավորապես մեզ ցույց է տալիս, թե ում մասին է խոսք, կորսվողների մասին, որոնց Աստվածը իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում, հավասիկ ուրեմն ինչի մասին է խոսքը, որը մեծ հույզ է առաջացրել առաքյալի մեջ։ Ես հիմա եկեք խոսենք այդ կերպի մասին, որտեղ կերպը շատ կարևոր է։ Այդ կերպը ինքը խոսում է նույն Ֆիլիպեցիս 3-րդ գլխում մեզ ներկայացնելով հետևյալը 10-րդ համարում մենք այդ մասին շատ ենք խոսել, բայց ոնց որ ինքն է ասում, կրկնությունը լավ է։ Հենց այս գրքի առաջին համարում է ասում, որ եկեք կրկնենք։ Ուրեմն ասում է, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքի մասնակից լինելը, բայց հիմա նշում է ինչ կերպով, կերպը այստեղ է, նրա մահվան կերպարանակից լինելով, ահա ինչ կերպով է ուզում ճանաչել Քրիստոսին, նրա հարության զորությունը եւ չարչարանքին մասնակից լինել, եւ ասում է, որպեսզի մեռելների հարությանը հասնեն, այստեղ ինքը չի խոսում այն վերջի մեռելների հարության մասին, այստեղ խոսում է սկզբունքի մասին, որ Հիսուս Քրիստոսը մեկնարկեց իր մահով, իր թաղվելով եւ հարություն առնելով, սա մի գործունեություն է, որը մեկնարկեց, որպեսզի շարունակվի իրենների մեջ նույն գործընթացը, նույն կերպով վարվելու գործընթացը, այսինքն մեր մեղավոր բնույթի, եսի, էգոիզմի մեռնելը, քայքայվելը, փչանալը, ինչպես ասում է արտաքին մարդու, որպեսզի ներքին մարդը նորոգվի եւ նորոգվելով փոխարինի այդ մեղավոր բնույթին։ Մենք սրա մասին մի քիչ կխոսենք փոխարինման, դրա մասին առանձին թեմա էր, ես այս նույն հարթակում խոսել եմ, ասելով փոխվել թե փոխարինվել շատ կարևոր է։ Այսօր մի փոքր դա էլ կշոշափենք, բայց տեսեք ինչ է ասում, որպեսզի ասում է մեռելների հարությանը հասնեմ, որ իբր արդեն ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, տես չի ասում, որ արդեն հասել է, այստեղից տեսնում ենք, որ այդ վերջի մեռելների հարության մասին չի խոսքը, ինքը ասում է իր հասնելու մասին, գործընթացի մասին է խոսում, բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ, եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում, հետևում եմ դեպի նպատակը Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Հիմա քիչ առաջ որ ասեց, չեմ ասում, որ կատարյալ լինեմ, հանկարծ ասում է, մենք, որոնքս կատարյալ ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնեցես, միայն թե ինչ որ հասանք, նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք, եւ
անմիջապես գալիս է այն տեքստին, որ կարդացինք արդեն։ Տեսնում եք ուրեմն այն կերպը, որն էր այդ կերպը, որի մասին ինքը խոսում է, որ ինձ նմանող եղեք, ինձ նմանող եղեք, ուրեմն եղբայր եւ նայեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունենք, որն է այդ օրինակը, քիչ առաջ ասեց կերպ։ Կերպը հետևյալն է, ես ավելի ամփոփիչ ձևով ասեմ։ Կերպը նրա մահվան ուրեմն կերպարանակից լինելն է։ Միակ կերպը, որ ինքը եւ իր նմանները այդ կերպով վարվում էին եւ նրանք ովքեր որ այդ կերպով վարվում են կատարյալ են, ուրեմն ո՞րն է այդ կերպը։ Այդ կերպը մեր Տիրոջը ճանաչել, նրա հարության զորությունը ճանաչել, չարչարանքին մասնակից լինելը ճանաչել, նրա մահվան կերպարանակից լինելով, սա է կերպը նրան ճանաչելու, նրա հարության զորությունը ճանաչելու եւ նրա չարչարանքին մասնակից լինելու կերպը։ Ամեն։ Ասում է, որ այս կերպով շարժվեք, որովհետև այս կերպով շարժվողները կատարյալ են։ Ինչու են կատարյալ, որովհետև շարժողը, կատարողը, ձեռնարկողը, մղողը Սուրբ Հոգին է, ինքն է, դրա համար էլ իր արածը կատարյալ է։ Տեսնում եք, ոչ թե արդեն կատարյալ եմ, այլ այդ կատարելություն հասցնողն է կատարյալ։ Ամեն։ Դրա համար դեռ չսկսած գործը կատարյալ է։ Հակասություն չկա, որ ասում է ես չեմ ասում, որ կատարյալ լինեմ կամ հասել եմ։ Այո, սա գործընթաց է, բայց գործընթացը անողն է կատարյալ։ Այսինքն, որ ինքը ասում է ինձ նմանող եղեք, այդ գործընթացի մեջ լինելու մասին է խոսքը, ոչ թե իրպես կատարյալ։ Ինքը այստեղ չի ներկայանում որպես կատարյալ արդեն իմաստով։ Իհարկե չէ, այսա է, որ մենք տեսնում ենք այստեղ, եւ ինքը ասում է, որ ուրեմն ինձ նմանող եղեք եղբայր եւ նայեցեք այն կերպով գնացողներին։ Այսինքն խոսքը իրան նմանվելու մասին չի, հապա կերպն է։ Թե ինչ կերպով են գնում, սրա մասին է խոսքը։ Այո, ամեն։ Հիմա այս կերպը, որ ինքը այդ մասին է խոսում, իմանալուց հետո իր ցավը ինչու՞մն է։ Իր ցավը նրանում է, որ ասում է վասնզի շատերն են գնում։ Նրանք էլ են ինչ-որ ձևով գնում, ինչ-որ կերպի մեջ են։ Բայց, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ եւ հիմա էլ եմ լալով ասում, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են։ Սա լուրջ խնդիր է։ Քրիստոսի խաչի թշնամի այն ժամանակ իր դարաշրջանում կային խաչի թշնամի կարող էին համարվել այն փարիսեցիական դասը, ռաբինական դասը, որը մեծ պահանջարկով եւ այսինքն մեղքը իրենց վրա վերցնելով ասեցին խաչը հանիր եւ այլն, դրանք կկոչվեն խաչի թշնամիներ նույնպես, բայց կային նաեւ, ինչպես հիմա տեսնում ենք, որ դասակարգ էր, որ իրենց Աստվածը իրենց որովայնն էր, փառքն էր ամոթը, ինչ որ ամոթալի է, իրենց համար փառք էր։ Սա շատ համապատասխան է այն դարաշրջանի հունական էպիկուրյան փիլիսոփայության հետևող մարդկանց, հեթանոսներին։ Ուրեմն մենք այստեղ ունենք երկու խաչի թշնամիներ։ Մեկը հրեական դասը այդ փարիսեցիական,
Մյուսը հեթանոսական դասը այս էպիկուրյան բնույթը կրող կերխմի վաղապտի մեռնես։ Ուրեմն Այսինքն Պողոսը միտեղ ասում է, որ խաչի քարոզչությունը հрьяաների համար գայթակղություն է եւ հույների համար հիմարություն։ Դրա մասին է խոսքը։ Հա։ Դրա մասին է խոսքը, բայց դրա ազդեցությունը կրում էին նաև քրիստոնյաները, մասնավորապես Ֆիլիպեցիները։ Այս դրա մասին ենք խոսելու հիմա։ Նրանք կան, այո, բայց այդ ազդեցությունը ինչ հետք է թողում քրիստոնյա ժողովրդի վրա։ Արդյոք մենք ազդվում ենք աշխարհի բնույթը, այսինքն այդ էպիկուրյան կերխմի վաղապտի մեռնես կամ ինչ կա որ ես քրիստոնյա եմ, բայց քրիստոնյա ոչինչ նշանակում որ ես աշխարհից կտրվեմ։ Լավ էլ վայելեմ եւ ամեն ինչ անեմ։ Այսինքն իսկ մյուսները նրանք էլ օրինական, օրենք եւ այլն նրանք չէին տեսնում։ Այդ փարիսեցիական դասի մեծամասնությունը, որ շամայիմներ էին կոչվում, նրանք չէին ընդունում, որ Մեսիան, Մաշիախը կարող է լինել չարչարվող կամ ինչ որ բրկիչ։ Նրանք միայն դիտում էին որպես թագավոր։ Դավթի որդի թագավոր, վերջ։ Ինչ չարչարվեր, ինչ բան, նա թագավոր է։ Տեսնում եք, հետևաբար այս ազդեցությունները լինի հրեական ազդեցությունը, լինի հունական, այսինքն աշխարհային այս ազդեցությունը էպիկուրյան, ինչու նաև ոչ ստոիկյան, որովհետև դրանք էլ կային, ազդեցությունը քրիստոնյաների վրա։ Եվ առաքյալը զգուշացնում է, ասում է տեսեք, այն կերպը, որ ես ձեզ տալիս եմ, այս կերպից ուրիշ կերպ գոյություն չունի, որ մեզ դարձնի կատարյալ եւ հասցնի այնտեղ, որին մենք նշանակված ենք հասնելու, որդիների հայտնվելու այստեղը վերջնակետը։ Ուրեմն, որպեսզի սա տեղի ունենա, որը Աստծո կամքն է, դուք մեր օրինակին հետևեք, մեր կերպը ընդունեք։ Ոչ թե նրանց կերպը լինի հրեական, թե հունական։ Տեսնում ես։ Հիմա այդ կերպը Քրիստոսի մտքի մեջ է, որ մենք ոչ թե հրեական կամ հունական մտքին ենք հետևելու, այլ Քրիստոսի միտքը պետք է ունենանք։ Սա շատ կարևոր է։ Եթե նրանք մեզ կօգնեն, թող օգնեն, որ հասնենք Քրիստոսի մտքին, որովհետև իրականության մեջ Քրիստոսի մեջ ոչ հունական միտք կա, ոչ էլ հրեական։ Ոչ հրեական, ոչ հույն։ Նրա մեջ իր միտքը, որը բուն Աստծո միտքն է, արտահայտված Քրիստոսով, սա շատ կարևոր է։ Հիմա խոսենք այդ կերպի մասին։ Այդ կերպը, ուրեմն Քրիստոսի մահվան կերպարանակից լինելն է։ Ինչպես սա հասկանանք։ Նրա մահվան կերպարանակից լինել։ Ուրեմն դա մեր եսի մեղավոր բնույթի մահն է։ Մեր եսի մեղավոր բնույթի մահը։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան կա, որ երբեմն շփոթմունք է առաջացնում։ Եսի բարելավումը, այսինքն ամեն չանք թափվի, որ մեր մեղավոր բնույթ ունեցող եսը բարելավվի, այսինքն այդ մեղավոր բնույթը չգործածվի, հապա բարի բնույթը գործածվի եւ այլն եւ այլն։ Սակայն խնդիրը ինչու՞մն է այստեղ, որ եթե մեր էգոիզմից փրկվելու ճանապարհը լինի բարելավումը, մենք կմնանք միշտ եսակենտրոն։ Կմնանք հիմա էլ բարելավված եսի վրա, այսինքն նրա շուրջը կպտտվի։ Նորից կլինի իր համար,
իր շահի համար, իր փառքի համար, սեփական եսի, հիմա էլ բարելավված տեսակը։ Այսինքն սա երկրավոր մտածելակերպ է, այդպես ասած։ Այո, սա երկրավոր մտածելակերպ է եւ Քրիստոսի արածը անտեսում է, որտեղ այդ դեպքում ինչի պետք է մահ, թաղում, հարություն, հասկանում ես, կբարելավվեր, կպրծներ, բայց տեսնում ենք, որ ոչ, ամենալավ բարելավման հետևողները հրեաներն էին, Իսրայելն էր, օրենքը կատարողներն էին, այդ բոլոր փարիսեցիները եւ այլ ամենալավագույն մեթոդները, որը փորձում էին գործածել իրենց սեփական եսը բարելավելու, դա փարիսեցիներն էին։ Ամեն ինչ անում էին, անգամ մժղուկն էին քամում։ Հիսուս շեշտում էր դա։ Ինչու էին քամում, որովհետև սովորություն կար, եթե մի հյութ պետք է խմեին, խնձորի կամ չգիտեմ ինչ, անպայման պետք է մի հատ քամեին, զտեին, որ հանգարց չլինի պստիկ մի հատ մլակի նման մի բան, որ չի երևում, մեջը լինի, ու հանգարց ուտեն եւ պաղծվեն։ Միշտեր Հիսուս ասում է դուք այդ մլակը քամում եք, բայց ուխտեր եք կուր տալիս, որ նույնպես պիղծ է։ Տեսնում ես, ուրեմն այս տեսակ բնույթը, որոնք փորձում են իրենց սեփական եսը պահպանել, սակայն բարելավելու ճանապարհով, մնում են եսակենտրոն։ Իսկ մեր մեղավոր բնույթից, մեր էգոիզմից ազատվելու միակ ճանապարհը այդ մեղավոր բնույթի մահն է, ոչ թե բարելավումը նրա։ Իսկ եթե կա մահ, դա նշանակում է, որ կա վերստին ծնունդ, որովհետև վերստին ծնունդով է միայն հնարավոր մեկնարկել մեր մեղավոր բնույթի մահը։ Թաղումը, առանց նրան փոխարինողի, փոխարինող պետք է այդ եսին անհնար է նրան մերցնել, որովհետև փոխարինողը ունի հարուցյալ զորություն նրան մերցնելու։ Ուշադրություն դարձրեք, շատ կարևոր է սա, որովհետև նրա մահվան կերպարանքից լինելով է, որ ճանաչելու ենք նրա հարուցյալ զորությունը։ Այսինքն, մեր մեղավոր բնույթի մահվան գործընթացի և իր որդու նոր արարածի վերստին ծնունդով աճելու գործընթացի մեջ է երևում հարուցյալ զորությունը։ Այդ վերստին ծնվածը ունի հարուցյալ զորություն, Աստծո որդի է, և այդ Աստծո որդին այդ հարուցյալ զորությամբ միայն կարող է հին մարդու մեղավոր եսը մերցնել և նրան փոխարինել։ Ամեն։ Ոչ թե նրան բարելավել, ոչ, նրան փոխարինել, սա է գործընթացը հարուցյալ զորությունը ճանաչելու, նրա մահվան կերպարանակից լինելու այդ կերպի մեջ ճանաչել։ Այդ կերպի մեջ ոչ միայն ճանաչել նրա հարուցյալ զորությունը, նաև ճանաչել բուն իրեն, որովհետև վերստին ծնվածը դառնում է իր նման, իր հասակին է հասնելու։ Այդ վերստին ծնվածը Աստծո սերմից է ծնվել, հոգիից ծնվել է, հոգի է, նրա մեջ մեղք չկա։ Մեղք չկա։ Եվ այդ մեղք չեղած Աստծո էությունը, Աստծո բնությունը, նոր բնությունը վերստին ծնունդով մեկնարկում է մեր մեղավոր բնույթի մահը և նրա փոխարինումը։ Հովանես եղբայր, մի հարց բարձրացնեմ, սա էլ զուգահեռ, եթե թույլ տաս, ներողություն եմ խնդրում։ Տեսեք, ստեղ խոսում է կորուստ բառը, որ վերջը կորուստ է, սա ինչպես դու խոսացիր գործընթացի մասին դեպի վեր կամ դեպի այսպես ասած մեր դիրքավորումը Քրիստոսի մեջ, դա էլ է գործընթաց, կարող ենք զուգահեռ ձևով ասել, որ կորուստն էլ է գործընթաց,
դա միանգամից չի գալի, դա մեր կենցաղային կյանքի մեջ էլ է դա նկատելի դառնում։ Սրանք ցուցիչներ են, կարելի ասել։ Կորուստ կարող է ամեն իմաստով լինել, դա միայն դժոխքի մասին չի։ Կորուստի մեջ նաև ներառում է օրվա կորուստ, ավելորդ այսպես ռեսուրսներ ծախսելու, որի դիմաց ոչ մի բան չես ստանում, եւ շատ տարբեր բաներ ունի, իմաստ ունի իր մեջ այս կորուստը, այսինքն մի ձևով կրոնական կյանքը կա, բայց ինքը կարծես կորուստներով է կորուստերի գործընթացը ավելի վերև, ավելի Քրիստոսի նմանվելու, այս սրա մասին ինչ կասես, չգիտեմ, թեմայի մեջ է թե չէ, բայց ես կարծում եմ շատ կարևոր թեմա է։ Դա ամենի նման է, այո, ժամանակը ծախու առնելու, այսինքն պարամտերը չգործացելու, այլ միայն Աստծո փառքի համար գործացելու, թե ուտենք, թե խմենք, ինչ էլ որ անենք, ուրեմն ավելի շատ այդ տեսանկյունից եմ տեսնում։ Նաև կարող ենք ասել, որ սա նաև ինքնաոչնչացման տարբերակն է։ Այսինքն սա էլ շատ կորուստը դա Աստված մեզ չի տանում դժոխք այդ իմաստով։ Մենք ինքնաոչնչացմամբ ենք զբաղված այդ երկրային բաներով մտածելու։ Ոչ թե Աստված տանում է դժոխք, այլ Աստված անոթներ է ստեղծել կորուստի համար։ Նա չի տանում դժոխք, նա արդեն ստեղծել է կորուստի համար, ինչպես սատանային եւ նրա բոլոր համակարգը եւ նրա որդիները։ Զարմանալի կարող է թվա, բայց դա այդպես է, դա ուրիշ թեմա է, մի օր միգուցե դրան կանդրադառնանք։ Սիրով։ Բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես է։ Սա ցուցիչ է ինչ-որ ձևով էլի, հասկանում ենք։ Տեսեք Հռոմայեցիս 9-րդ գլխում ինչ է ասում։ 9-րդ գլխում ասում է, որ այնտեղ մենք հանդիպում ենք շատ հետաքրքիր մի բաների, կներեք, շարժվեց։ Ուրեմն, այնտեղ մենք ունենք անարգության անոթ, որոնք նաև բարկության անոթ են կոչվում, եւ նրանք պատրաստված են կորուստի համար։ Եվ այնտեղ ունենք պատվի անոթ, որ կոչվում է նաև ողորմության անոթ, որոնք պատրաստված են փառքի համար։ Հստակ այս երկու տարբերությունները գրված է։ Եթե ամբողջ 9-րդ գլուխը կարդաք, դրա մասին է։ Դրա մասին է։ Այնտեղ ներկայացված է, որ բոլոր Իսրայելը չի, որ Իսրայել է, բոլոր Աբրահամի սերունդը չի, որ որդի է։ Ներկայացվում է անգամ Հակոբ եւ Եսավ, որ դեռ չծնված, բարի չար չգործած Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի։ Այնտեղ կա երկու հարց, որ մենք բոլորս տալիս ենք եւ բոլորը այդ հարցերը ուզում են պատասխանվի։ Ուրեմն ինչ է, անարդարություն կա Աստծո մոտ։ Այդ ոնց է լինում։ Ասում է ոչ, անարդարություն չկա, որովհետեւ ասում է ում որ կողորմեմ, կողորմեմ։ Ում որ չեմ ողորմի, ում որ կգտամ, ում որ չեմ գտա։ Հետո երկրորդ հարցն է առաջանում։ Ասում եք, բայց այդ դեպքում ինչի է մեզ մեղադրում։ Ով կարա նրա կամքի դեմ։ Ասում է դու ով ես, ով մարդ, որ ասում հակառակ խոսում ես, դու կավից սարքած, չէ, բրուտին կարող է ասել կավը, թե ինչու ես ինձ այսպես ստեղծել։ Նա է գերիշխան եւ ստեղծել է ոմանց, ինչպես ասացի, անարգության, բարկության անոթ, որոնց ստեղծել է կորուստի համար, եւ պատվի անոթ եւ ողորմության անոթ, որոնց ստեղծել է փառքի համար։ Սա չենք կարող անտեսել, որովհետեւ փաստ է, եղբայր, հասկանանք թե չհասկանանք։ Սա փաստ է մեր առջև։ Հետևաբար, եղբայրս, Աստված ինչ որ արել է, շատ լավ գիտի թե ինչ է արել, եւ գրված է, որ բարկության անոթների վրա համբերում է։ Ինչու է համբերում։ Որովհետեւ գործածում է նրանց, եղբայրս։ Այդ
լինի սատանան, լինի բոլոր բաները ինքը գործածում է նրանց իր նպատակների համար, քանի դեռ իր այս բրգագործության գործը շարունակվում է։ Նա սատանային է գործածում որպես հակառակորդ ծառա։ Աստծո որդիների համար նրանք եւ նրանները, սատանայինները դառնում են հակառակորդ ծառա, սակայն իրենց գործունեությունը ձևափոխվում դառնում է բարի գործակից։ Ում համար, նրանց համար, որ սիրում են Աստծո եւ նախասահմանված են։ Այո։ Եվ Աստծո հիմքը ասում է այն մասին, որ Աստված ճանաչում է նրանց, որ իրն են։ Հետևաբար ճանաչում է նրանց, որ իրը չեն։ Սա հստակ է եւ ոչ չենք կարող որևէ բան փոփոխել այստեղ։ Եթե փոփոխենք, Աստված դառնում է անկարող։ Ուզում է, բայց չի կարող։ Դրա համար էլ մենք վազում ենք ասելով, չէ, ուրեմն Աստծո կամքը չի այդտեղ կարևոր, մեր սեփական կամքն է, մենք ենք որոշում։ Բայց այդտեղ էլ խնդիր կա, որովհետև ինչը որ վերաբերում է Աստծո որդուն, որդին երբեք չի որոշում իր որդի լինել։ Այո։ Որդին չի որոշում որդի եմ, թե որդի չեմ։ Եթե ծնվել է, ուրեմն որդի է։ Այո։ Ուրեմն շատ խնդիրներ կան, մենք այդ մասին մի ուրիշ առիթով Շատ լավ, հա, գնանք առաջ։ Ես ուզում եմ մի քանի բաներ ուրեմն կարդալ, մի քանի համարներ, օրինակի համար առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 2-րդ համար, որտեղ գիտենք, որ ինքը այսպես է ասում, որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Ինչու է այսքան կարևոր, որ ուրիշ բան չեմ ուզում տեսնել ձեր մեջ։ Հիսուս Քրիստոս այն էլ խաչվածին, որովհետև ասացի ուրիշ հնարավորություն չկա մեր մեղավոր բնույթի կործանման, վերացման, բացի խաչի քարոզությունից։ Շարունակենք մի քանի տեղ կարդալ, տեսնել, թե առաքյալը ինչ է ասում։ Օրինակ Գաղատացիս 6-րդ գլուխ 14 համարը ասում է. Սակայն ինձ քավլիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, որ նրանով աշխարհը ինձ համար խաչված է եւ ես էլ աշխարհի։ Դու տես ինչ դիրք է։ Այ հետաքրքիր է սա։ Եվ մենք այստեղ տեսնում ենք Աստծո որդու բնույթը։ Այստեղ ինչ սեփական մեղավոր լինելու ես չի, դրա մասին չի խոսքը։ Այդ մեղավոր բնույթ ունեցող եսը խաչված է։ Եվ փոխարինված է Աստծո որդիով, որը բերում է մի ուրիշ բոլորովին բնույթ։ Հարատևելու այդ կերպի մեջ, հասնելու այդ կերպի մեջ, որը իրանից ներկայացնում է, որ այդ նոր եսը աշխարհի համար է մեռած, աշխարհն էլ իր համար է մեռած, եւ այդ աշխարհը սկսում է մեր ներսի մեղավոր միանշանակ։ Ուրեմն տեսնում եք, այդ նոր վերստին ծնվածը մեռած է մեր սեփական այս Հովանեսի էգոիստական եսի հանդեպ, այդ եսն էլ մեռած է իր հանդեպ։ Ինչ ձևով է մեռած, հաջորդ համարն է ասում։ Նույն Գաղատացիսի, ուրեմն 2-րդ գլուխ 20 համար ասում է Ես Քրիստոսի հետ խաչված եմ 19 համարից։ Որովհետև ես օրենքով օրենքին մեռա, որ ապրեմ Աստծուն։ Ես Քրիստոսի հետ խաչված եմ։
Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենթանի ինձանում, եւ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքովն եմ կենթանի, որ ինձ սիրեց եւ իր անձը իմ համար մատնեց, նորից խաչն է, անձը իմ համար մատնեց, ինչի համար մատնեց, որպեսզի այս փոխարինումը տեղի ունենա, սա է նպատակը, որ ասում է այս կերպով վարվողներ, այսինքն Քրիստոսի մահվան կերպարանակից լինելով միակ կերպը եւ նաեւ նույն Գաղատացիի 5-րդ գլխի մեջ 24 համարը առաքյալը մեզ ասում է հետեւյալ. բայց նրանք որ Քրիստոսինն են, ահա ուշադրություն դարձրեք. Ուրեմն կան որ Քրիստոսինը չեն։ Մենք եկեք ավելի բարի չգտնվենք կան Աստված։ Երբեմն մենք ուզում ենք ավելի բարիացնել Աստված։ Պետք չի դες բաներ անել։ Հումանիզմ ենք ցույց տան։ Աստված գերիշխան է, Աստված ում որ ողորմում է, վերջ։ Եվ նրան այսպես պետք է ընդունել։ Նրանք ովքեր այսպես չեն ուզում ընդունել, թող չընդունեն։ Ազատ է։ Ինքը այդպիսին է։ Ինքն է անում ամեն բան։ Նրանից է, նրանով եւ դեպի նա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ոնց ուզում ես մտածի։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Այո։ Հիմա ինչ է ասում առաքյալը։ Նրանք որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք։ Այսինքն վերստին ծնվածի մասին է խոսքը։ Հոգուց ծնված հոգու մասին է խոսքը։ Եթե դրանով ենք ապրում, Աստծո որդին է ապրում, ուրեմն հոգով վարվենք։ Հոգուց ծնվածը հոգի է։ Հոգի է, այո, հոգի է։ Դա Աստծո գենն է, որը ճշմարտություն է կոչվում։ Դավիթը ասում է դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ։ Ես մեղավոր եմ, մայրս ինձ մեղքով ղացավ ասում է։ Բայց դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ։ Իր համար երիկամները այսօրվա մեր գենետիկան է։ DNT-ն է։ Այսպես է։ Ամեն։ Հիմա ուրեմն այս բոլորը կերպը, որ պետք է վարվեր ոչ թե խաչի թշնամիների կերպով։ Ինչ է հետևությունը այսքանի, հետևությունը այն է, որ առաքյալը ցավով ասում է եւ կրկնում է, մենք տեսնում ենք, որ նա ասեցի եւ հիմա էլ ասում է, գոյություն ունի խաչի թշնամիներ։ Եվ այդ խաչի թշնամիների կերպով չէ, որ պետք է քրիստոնյան ապրի։ Ոչ հրեական կերպով, փարիսեցիական կեղծավոր բնույթով, ոչ էլ հունական էպիկուրյան կերխմի վաղապտի մեռնես բնույթով։ Այսինքն եսի մահը հաշվի չառնելով, արհամարելով Քրիստոսի խաչը, որտեղ Քրիստոսի խաչը նշանակում է մեր մեղավոր բնույթի եսի մահ։ Ովքեր թշնամի են եսի մահվան, չեն ուզում, որ եսը մեռնի։ Այսինքն այստեղ դիտարկվում է Քրիստոսի խաչի թշնամի հասկացողությունը, այն իմաստով, որ եթե Քրիստոսի խաչը անտեսված է կամ կարևորագույնը չի, կամ իր հավուր տեղը չի զբաղեցնում մեր կյանքի մեջ, կարևորագույն առաջին, նշանակում է Քրիստոսի խաչի թշնամի։ Այդպես է բնութագրում այդ տեսակը։ Այո, ես ավելին ասեմ, ինքը ուզում է զգուշացնել Ֆիլիպեցիների հավատացյալներին, որ հանկարծ իրենց քրիստոնյա լինելը չգործածեն իրենց անձի շահի եւ բարեկեցության։ Շատ կարևոր բան եք ասում, շատ կարևոր։ Նորից եմ կրկնում, քրիստոնյա լինելը
չգործածվի իրենց սեփական անձի շահի եւ բարեկեցության համար, այսինքն հավատացել են Քրիստոսին այս երկրային կյանքի համար, Նա ինչպես Պողոսն է ասում, չէ՞։ այո, Այո, որ ասում եմ, ամենախղճալի մարդիկն են, թեկուզ եւ լինեն բարգավաճ, լինեն Ամեն մարդկանցից անգամ աշխարհի մարդուց ավելի խղճալի։ Եվ հավատքն էլ ունայն է, հետևաբար ավելի լավ է գնան ասեն ուտենք խմենք վաղապետի մեռնենք, այդ մի հատ կյանք ունենք, այսինքն դառնան խաչի թշնամի, սա է առաքյալի մտահոգությունը եւ լաց է լինում այսպեսի եւ շատ որ են սրանք ասում են, շատերը այսպես են գնում, ոչ թե այն կերպով, որ ինքը բացատրեց, այսինքն անձի մահվան, եսի մահվան եւ փոխարինման ճանապարհով, ապա այս ճանապարհով ընդհակառակ այդ եսի պահպանման, բարգավաճման եւ ամեն բան, անգամ քրիստոնյանիները եսի շուրջն է պատտվում, գործածում են քրիստոնյանությունը իրենց սեփական եսի հպարտության եւ կրոնական հակումները բավարարելու համար, խաչի թշնամիներ են, այսինքն ոչ թե մերժում են այդ խաչի ուսուցումը, վարդապետությունը եւ չեն մերժում, քարոզում են, հա, խաչը կա, խաչվելա մեզ համար, իհարկե Քրիստոս եւ այլն, սակայն եսի ուրացման գլխավոր սկզբունքը չի քարոզվում, չունեն։ Ինչի եմ ասում եսի ուրացման գլխավոր սկզբունքը, որովհետև եղբայրս բոլոր ավետարանների մեջ, եթե ուշադրություն դարձնեք, 4 ավետարանների մեջ էլ ուրեմն չգիտեմ Հովանու մեջ կա թե ոչ, հիմա սկսեցի հասկացել, ամեն դեպքում գոնե 3 ավետարանների մեջ ուրեմն Հիսուս խոսում է անձի ուրացման մասին։ Այո։ Ասում է, եթե մեկը ուզում է ինձ հետևել ուր գնալու համար, խաչվելու, թաղվելու եւ հարություն առնելու։ Ուրիշ հետևել չկա։ Թող իր անձը ուրանա, խաչը առնի, այսինքն խաչի դիրքը, խաչ առնելը նրանք գիտեին ինչ է նշանակում, որովհետև հռոմեական մահապատիժ էր եւ պրոտոկոլը այսպես է, որ խաչը հանվողը խաչը պիտի առներ եւ գնար միջև այն տեղը, որտեղ պիտի խաչվեր։ Խաչ առնել գնալը սա է, նրանք գիտեին ինչ է նշանակում, խաչը թող առնի, այսինքն մեռնելու համաձայնվի, որովհետև եթե փորձի պահպանել իր անձը, կկորցնի։ Այս կորուստի մարդիկ են, որոնք խաչի թշնամի են, կկորցնի։ Բայց եթե կորցնի ինձ համար, այսինքն ինձ մով փոխարինվի, կգտնի։ Եվ բոլորը այս մասին խոսում են, ճիշտ նույն հերթականությամբ։ Հələ Ղուկասի մեջ 14 գլխի մեջ շատ ավելի խիստ է խոսում, շատ խիստ է խոսում, որ երբեմն բան ես անում, ցնցվում ես, ասում ես հնարավոր բան է սա, տեսեք ինչ է, ես հիմա կարդամ, տեսեք ինչ է ասում, ուրեմն 14 գլխի 25 համարից, ասում է եւ շատ ժողովուրդներ գնում էին նրա հետ եւ դարձավ նրանց ասեց, Այս ժողովուրդը ինչի համար էին գնում իր հետ, տարբեր պատճառներով, ոմանք գիտենք արդեն, ոմանք մտածում էին, որ դե առաջնորդ է էլի թագավոր պիտի դառնա եւ այն գնում էին, ոմանք մտածում էին, որ երևի մի հատ էլ հրաշքանի կուտենք կշտանանք, ոմանք հետաքրքրությունից, ոմանք ով որ ուզում է լինի, տարբեր կատեգորիայի մարդիկ, որոնք հետևում էին իրեն, համենայնդեպս գնում էին իր հետևից։ Ասում է, եթե մեկը ինձ մոտ գա եւ չհատե իր հորը եւ մորը, կնոջը
եւ որդիներին, եւ եղբայրներին, եւ քույրերին, եւ հենց իր անձն էլ նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը վեր չառնե եւ իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ավելի հետաքրքիր բան է ասում, որովհետեւ ձեզանից ով է որ կամենա աշտարակ շինել եւ առաջ չնստի եւ ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական բան ունի։ Ինչ կապ ունի սա իր ասացի հետ։ Այսինքն, եթե դու ուզում ես իմ հետևից գալ եւ կյանք ունենալ, պետք է հաշվես, որ սեփական եսի մահով պիտի անցնես։ Եթե դու այս հաշվարկը չես արել, հետո կիսատ կմնա։ Դու ինձ հետևելու առաջ պետք է իմանաս, որ ինձ հետևելը պայմանավորված է քո սեփական մեղավոր բնույթի եսի, էգոիզմի մեռնելով։ Այսօրվա ընդհանուր առանբանական սիստեմը դադարել է անձի ուրացման, անձի մահվան եւ այլ այս մասին խոսել։ Ոնց որ թե կարևոր չի դա։ Անհրաժեշտ չի, դա արդեն եղած վերջացած բան է, դրա մասին չենք խոսում եւ այլն։ Բայց առաքյալը խոսում է, Հիսուս խոսել է։ Եվ չենք կարող առաքյալի ցավը չնկատել։ Ցավում է, լացելով է ասում, որ այդ ազդեցությունը խաչի թշնամի լինելու եսի պահպանման ազդեցությունը լինի հրեական բնույթով փարիսեցիական, լինի հունական բնույթով էպիկուրյան, ազդեցությունը մտնում է Փիլիպեցիների եկեղեցի։ Ասում է, որ զգուշ եղեք, մեզ օրինակ վերցնեք, որոնք մի հատ կերպ ունեն գնալու, միակ կերպը Քրիստոսի մահվան կերպարանակից լինելով է տեղի ունենալու, ուրիշ կերպ գոյություն չունի։ Ուրեմն մնացած կերպերը խաչի թշնամի են եւ պետք է զգուշանալ, ուշադիր լինել։ Ամեն։ Եկեք չլինենք խաչի թշնամի։ Հապա հիմա ինչպես խոստացանք, որ պետք է վերջացնենք քաղցրաբենիկով, ուրեմն առաքյալը ինքը այդպես է վերջացնում։ Եկեք տեսնենք։ Ասում է, բայց մեր քաղաքականությունը տեղը կասեք։ Ուրեմն Ֆիլիպեցիս 3:20 համարը շարունակում եմ ես բայց մեր քաղաքականությունը կամ հայրենիքը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգե մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի, այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Որն է այդ զորությունը? Հարության զորությունը։ Ինչպես է հնազանդեցնելու, բազորավոր է, հնազանդեցնում է։ Այդ խոնար մարմինը հնազանդեցնում է, մերցնում է եւ պիտի փոխարինի փառավոր մարմնին կերպարանակից դարձնելով։ Այսինքն գործընթացը երբ որ սկսվում է, նույն գործընթացն է, որը մեկնարկեց Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ։ Մեռավ, թաղվեց, հարություն առավ, իր հարությունով սահմանվեց Աստծո որդի։ Աստծո որդին միայն հարություն հետ է կապված, եղբայրներ քույրեր։ Վերստին ծնունդը հարության ոնց ասեմ, հարության արդյունք է։
Եթե հարություն չլներ, ոչ մի Աստծո որդի չէր կարող վերածնվել, չէր կարող ազատվել այն մեղավոր բնույթի գերությունից եւ չէր լինի փոխարինում այդ մեղավոր բնույթի Աստծո բնությունով, հարուցյալ զորությունով է դա կատարվում, միմիայն։ Դրա համար առաքյալն ասում է, ես ուզում եմ դա էլ իմանալ, այդ ոնց է անում։ Կյանքի եւ հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Այո։ Բայց ես մի հարց ունեմ, Հովանես եղբայր։ Եթե վերջացրել եք, ես մի հարց տամ եւ հետո ամփոփենք։ Ինքը թե հարցա, թե այսպես ասած նաեւ խորհուրդ է այդ իմաստով վերջո բախվում ենք մի կարևոր հարցի, որը շատ կարևոր է։ Մենք ասում ենք Հիսուսին նմանվել, նրա մահվան եւ հարության խաչի մահվան եւ հարության խորհուրդը ունենանք, ճանաչենք, ինչպես դուք ներկայացրեցիք Պողոս առաքյալ ասում դա։ Ուզում եմ այս ամեն ինչի հիմքի մասին խոսանք, որն է պատճառը, որ Քրիստոս խաչվեց եւ ուրեմն թաղվեց եւ հարություն առավ։ Ամբողջ պատճառը սրա, որովհետեւ դա մի գործընթաց չի, որ այո, շատ ճիշտ եք ասում, որ էգոյի, մեղքի, այսինքն եսակենտրոն կյանքի այդ մահվան մասին է խոսում, թաղման եւ հարության, ամեն իհարկե դա այդպես է, բայց ընդհանուր իր բովանդակությունը ինչու՞մ է կայանում, ինչու Հիսուսը խաչվեց, մահացավ, թաղվեց եւ հարություն առավ, ինչու պատճառը ինչն էր, մենք գիտենք, որ սերն էր պատճառը, էլի ոնց պտտվում ենք, գալիս ենք այս կետին, սիրեց մարդկությանը, սիրեց իրեններին եւ իրենների համար եկավ եւ նրանք ովքեր ընդունեցին նրան Աստծո որդիներ կոչվեցին, այսինքն այստեղ էլի մեր էգոյի մահվան մասին որ խոսում ենք, բայց պետք է մի հատ պատճառ էլ հասկանանք, մեր պատճառը դա չի, որ հարություն ուղակի առնենք, կարող ենք այսպես ասել, պատճառը նա է, որ սիրող տեսակ լինենք եւ ես հիշում եմ ձեր քարոզներից մեկը, որ դուք ասում եք Աստծուն սիրելը հավասար է մարդկանց սիրելու, այսինքն այսինքն ինչպես միմյանց սիրելու, այո, շատ սիրելը եւ միմյանց սիրելը անբաժանելի, այո, կարող ենք ասել, որ այդ խաչվելու եւ թաղվելու եւ հարություն առնելու process-ը հենց այդ սերն է կառուցում մեր մեջ, Աստծուն սիրելու եւ միմյանց սիրելու այդ ընդունակությունը, այսինքն այլևս դու ոչ թե քո մասին ես մտածում, այլ դիմացինի, դու քո կյանքով չես ապրում մի ձևով, ինչպես Հիսուս արեց դա։ Չգիտեմ, կարողացավ մի ձևով ներկայացնեմ իմ այսպես միտքը։ Իհարկե, եղբայրս, բայց խոսքը չի գնում Աբրահամի եւ Հովանեսի մասին։ Դե իհարկե, եթե գնար դրա մասին, սիրո մասին խոսալ չի լինի։ Չէ, նայր, խոսքը գնում է վերստին ծնվածի մասին։ Այո, խոսքը գնում է Աստծո որդուների մասին, իրար հանդեպ սիրով, որովհետև ամեն իրենք ծնված են հենց այդ սիրո սերմից։ Աստված սեր է, իրենք ծնված են սիրո սերմից։ Դրա համար հետևանքը լինում է, որ մեկը որ Աստծուն սիրում է, նրանից ծնվածնել է սիրում։ Ուզում ասեմ, դա խաչվելու, թաղվելու եւ հարության հետևանքն է։ Հիմա կասեմ, ցուցիչներից մեկն է։ Իհարկե, որովհետև Աստծո որդու գենը, որ անկենթան եւ գերության մեջ է մեր մեղավոր բնույթի իշխանության տակ, երբ որ այդ Աստծո գենը, Աստծո որդին ազատագրվում է, վերածնվում է, վերաապրում է, հարուցյալ զորություն ունի մեղավոր բնույթը մերցնելու եւ փոխարինելու, այդ փոխարինվածն է Աստծո որդին,
Այո, եւ ցուցիչներից մեկը կարելի ասել, եթե ոչ ամբողջ եւ սա գործընթաց է։ Սա գործընթաց է, սա կոչվում է լույսի մեջ քայլել, սա կոչվում է ասպարեզ վազել, սա կոչվում է բարի պատերազմել, հավատքը պահել, ընթացքը կատարել, Քրիստոսին ճանաչելու, նրա կատարյալ հասակին հասնելու գործընթաց։ Եվ այդ գործընթացը էտապ կատարվում է մեռնելով, թաղվելով եւ հարություն առնելով։ Այսինքն Աստծո որդու գենը, Աստծո որդին, վերստին ծնվածը, նրա մեջ մեղք չկա, հոգի է, այդ հոգին ունի բնություն, բնույթ, այդ բնույթը հարուցյալ զորություն ունի մեղավոր բնույթին մերցնելու, թաղելու եւ նրան փոխարինելու։ Ես դրա համար եմ շատ շեշտում սա, որ շատ կարևոր է։ Երբ որ փոխարինում է եղբայրս, մենք իրար կարող ենք աստվածային սիրով սիրել այն չափով, ինչ չափով որ մեր մեղավոր բնույթը փոխարինվել է։ Այդ փոխարինվածն է, որ կարող է սիրել միանշանակ։ Այնպես ինչպես Աստված մեզ սիրեց։ Եվ այդ փոխարինվածներն են, որ աճում են միջև որդեգրության հասակին եւ որդիների հայտնվելուն, որով պատասխանվում է բուն Աստծո սերը։ Աստված իր պատասխանն է ստանում։ Այսինքն միմյանց սիրելը հենց դրանով է պայմանավորված։ Այո, ես հենց դա եմ ուզում ասեմ եւ ուզում եմ ասեմ, տեսեք, ինչպես ենք մենք հասկանում, որ մենք հարություն ենք գարել Քրիստոսի մեջ, այսինքն այդ process-ով անցնում ենք, հասկանում ենք միմյանց հետ հաղորդակցության ժամանակ, սա ցուցիչ է որպես նաև, որ իրոք, տես օրինակ Հիսուս ինչ ասում է, ինչ որ կուզեք մարդիկ ձեզ անեն, դուք այդպես նույն արեք նրանց, սա մարդը չի կարող, սա հին բնույթի բան չի, մենք չենք կարող նրան դաստիարակել, որ ինքը, ինչպես դուք եք ասում, որ ինքը անի այնպես, ինչպես որ մարդիկ կուզեն իրեն անել, դա բացառվում է մարդկային իմաստով, բայց ցուցիչ է նաև նրանց համար, ովքեր անցել են այս ճանապարհով, որտեղ կաշվի վրա իրանք իրենց բնույթի մեջ բացահայտում են դա։ Եվ Հիսուս ինչ ասում է, սա է օրենքը եւ մարգարեները, այսինքն եթե դու, այսինքն մարդը այդ վերստին ծնված լինելու արդյունքում հաղթահարում է իր էգոն, իր եսը եւ թաղվում եւ հարություն առնում, եւ այս process-ը սկսվում է իր կյանքում, սա ցուցիչ է, որ օրենքը այլևս իր վրա իշխանություն չունի, ինքը արդեն օրենքը ունի իր մեջ, իր ներսից է դա կատարվում, շատ հետաքրքիր ասել։ Այո։ Նայր, այդ մասին էլ ենք խոսել։ Գիտես, շնորհքի տակ լինել ինչ է նշանակում։ Շնորհքի տակ լինել չի նշանակում օրենքը մերժել։ Շնորհքի տակ լինել նշանակում է օրենքը սիրել։ Այո, միանշանակ։ Որովհետև երբ որ օրենքը սիրում ես, դու օրենքի տակ չես։ Այո։ Օրենքը քո համար չի այլևս։ Հիշում ես, ես նկարագրում էի երթևեկության կանոններ։ Եթե դու սիրում ես երթևեկության կանոնները, այդ կամերաները, ռադարները քեզ համար չեն։ Շատ ճիշտ է։ Դու վախենալու բան չունես։ Ամեն։ 119 Սաղմոսի մեջ Դավիթը մի լավ խոսք ունի, ասում է. Տեր, բաց ար աչքերս, որ քո օրենքիդ հրաշքները տեսնի։ Ինչ գեղեցիկ խոսք է։ Բայց գիտես, որ մեր մեղավոր բնույթը չի կարող սիրել օրենքը։ Իհարկե։ Որտեղ օրենքը միշտ իրան ցույց է տալի իր մեղավոր լինելը։ Հետևաբար օրենքը սիրողը միայն Քրիստոսի բնույթն է, որը կա ոչ թե օրենքը քանդելու հապակը։ Միանշանակ։ Ուրեմն միայն վերստին ծնված Աստծո որդին կարող է օրենքը սիրել, ինչպես Քրիստոս սիրեց։ Ամեն։ Վերստին ծնունդը շատ կարևոր է։ Առանց դրա Աստծո արքայություն եւ այլն ոչ մի բան չեն կարող ոչ տեսնել, ոչ մտնել, ոչ հասկանալ։ Պաստորեն, կարող ենք ասել, որ խաչի թշնամիները նրանք են եւ խաչի թշնամիները նրանք են, ովքեր վերստին ծնված չեն, ասես բարից ուղիղ իմաստով։ Չի կարա լինի մեկը վերստին ծնված ու խաչին թշնամի լինի։ Թե կարա լինի։ Չէ, անկարելի է, որովհետև իր վերստին ծնունդի աճը
եւ մեղավոր բնույթի փոխարինումը տեղի է ունենում խաչի արդյունքով մեռնելով եւ հարությունով հնարավոր չի որ դրա համար առաքյալը ասում է որ այդ process-ի մեջով ճանաչեմ նրա հարության զորությունը ճանաչեմ նրան եւ այլն բայց ես մի ուրիշ բան էլ այստեղ շեշտեմ Հիսուսը ասեց մի օր իր աշակերտներին ասեց ես նոր պատվիրան եմ տալիս ձեզ այո նոր միմյանց սիրեք բայց միմյանց սիրելը նոր պատվիրան չէր եթե չշարունակեր իր ասածը նոր չէր լինի բայց շարունակում է միմյանց սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի Հինը ինչպես միմյանց սիրեք ձեր անձի պես այո Հինը ձեր անձի պես բայց նորը դա խաչ եւ խաղում եւ հարությունը պահանջում իմ մասիդել այդ եսը չկա այդ անձը միանշանակ նորը պետք է սիրեք իր պես ինչպես ինքը մեզ սիրեց ինքը մեռակ ամեն Փաստորեն գալիս ենք այս եզրակացության Հովհաննես եղբայր վերջի վերջո եթե ես դեռ պատրաստ չեմ սիրելու մերձավորին կամ միմյանց կամ խնդիր կա իմ մեջ նշանակում է լուրջ է խնդրեմը իմ հոգևոր կյանքի շատ փափուկ եմ սա փորձում արտահայտել շատ լուրջ ես նույնիսկ կրկնենք Եթե խոսքը գնում է մեր մեղավոր եսի բնույթով եսի մասին, նա էլ է պատրաստ ուզում է սիրել, բայց չի կարող։ Դե խոր անկեղծություն է պետք հասկանալու համար։ Գիտես ինչ, պատրաստ ենք, այո, ամեն ինչեր տեսնում ենք, հավանում ենք, լավ բան է Քրիստոսի նման լինելը եւ բայց անկարելի է։ Մեր մեղավոր եսի բնույթով անկարելի է։ Միայն Իհարկե իր գենը, իրենից ծնվածը կարող է դա անել, հնարավոր չի այլ կերպ։ Ամեն։ Այնպես որ այս հանգամանքը այնքան կարևոր է, որ մենք սովորություն ունենք, միշտ սահում ենք ու ընկնում ենք նորից մեր եսի վրա։ Չենք կարողանում այդ եսը մեռած սեպել։ Միշտ ընդեղ է։ Գալիս է ասում է ես անեմ Թող ես անեմ, ես էլ կարամ, պատրաստ եմ անելու, ես եմ, իհարկե պատրաստ է, նա ամեն ինչ կանի միայն թե չմեռնի։ Բայց Աստծո կերպը դա չի։ Կերպը, որի մասին մենք խոսեցինք, դա չի։ Աստվածային կերպը այդ եսի նրա մահվան կերպարանակից լինելն է։ Ամեն։ Որպեսզի մեռելի հարությանը հասնենք։ Ամեն Հովհաննես եղբայր Մեռելը նա է որ գերության մեջ է որ անկենթան է Աստծո գենն է ինքը տեսնում է դա հոգի է դա անունը ճշմարտություն է երբ որ ճշմարտության խոսքը երկսայրի սրի մեջ թափանցում է միջև այնտեղ նրան արթնացնում է կոմայից հանում է վերածնում է Երբ որ վերածնում է, այդ վերածնվածը հարության զորություն ունի իր մեջ։ Ու սկսում է մեղավոր բնույթին փոխարինել։ Այլ կերպ ասած, ես կարճ ասեմ ավելի պարզ, այս Հովհաննեսի մարմնի հոգեկան կարողությունների, սկայարանների, ձեռքերի, ոտքերի, անդամների տեր ու տիրականը Հովհաննեսն է։ Հովհաննեսի եսն է, իր անձն է, շունչն է։ Նա ծնված օրվանից ղեկավարն է այս ամեն ինչի, բայց Հովհաննեսը իր մեջ մեղքի օրենք ունի։ Ինչ որ անում է այդ սկայարանների հետ, իմացականության, զգացականության, կամքի, ձեռքերի, ոտքերի հետ, անում է իր սեփական շահի համար, անում է ինչ որ իրեն է հաճելի։ Իր փառքի համար է անում սա է մեր բնական վիճակը խղճան վիճակը որ գերության մեջ ենք ով կազատի ասում է խղճանի մարդ եմ սա խղճանի վիճակ է ինչու որովհետև այդ մեղքի օրենքի գերի է
Աչքերս գործածում եմ, մեջը մեղքի օրենք կա։ Ականջս գործածում եմ, մեղքի օրենք կա։ Միշտ իմ եսի համար է։ Անգամ գնում եմ իմ մարմնի գործերը, չարություն, գողություն, ստախոսություն, ինչ անում եմ, նորից իմ եսի համար է։ Ամեն ինչ իմ համար է, բարի թե չար։ Եսակենտրոն։ Սրան բարելավում չկա։ Անկարելի է, որ սա բարելավվի, սա պետքա մեռնի։ Բայց որ մեռնի, ուրեմն ինչ, ինքնասպան, չէ։ Սկսում է մեռնել, երբ որ փոխարինողը կա, այսինքն վերստին ծնունդը։ Ամեն։ Նրանք, ովքեր իրենն են, նրանք վերստին ծնվում են, որտեղ իր գենը կա։ Եվ սկսվում է այդ փոխարինման գործընթացը։ Ամեն։ Որը մեկնարկեց Հիսուսը իր Աստված մեկնարկեց մարմնանալով Հիսուսի մեջ, ցույց տալով, թե դա ոնց է լինում։ Ոնց է լինում, երբ որ մարմնի մեջ է Աստծո էությունը, ոնց է աշխարհը մերժում, ոնց է քայլում այս մարմնի մեջ այս երկրագնդի վրա, ինչեր է անում եւ այլն, բոլորը ցույց տվեց։ Ինքը մեր մոդելն է, օրինակը, որ վերստին ծնվածը աճելով նրան նմանվի։ Ոչ թե այս աշխարհի իմաստուններին կամ չգիտեմ, սա շատ կարևոր է, անսահման կարևոր է, որտեղ Աստվածաշունչը ուրիշ բան չի, բացի ինչ որ Աստծո բերանից դուրս եկավ, պարապի հետ չի դառնալու, պետք է կատարի իր ուզածը եւ հաջողի, ինչի համար որ նա խրկվեցավ, եւ այդ պատասխանը իր էության պատասխանն է։ Ամեն։ Սերը պատասխանվում է սիրով, լույսը պատասխանվում է լույսով որդիներով, հայր լինելը պատասխանվում է իր որդիի վերադարձով։ Ամեն, Հովհաննես եղբայր, Տեր օրհնի քեզ շատ, շնորհակալ ենք, շատ կարևոր թեմա է, շատ լուրջ թեմա է, եւ այսօր նորից առնչվեցինք ցուցիչներից, բազմաթիվ հոգեվոր ցուցիչներից եւս մեկ կարևոր ցուցչի հետ, որով պետքա որի հետ հաշվի նստենք եւ ուշադիր լինենք, արդյոք գործում է ցուցիչները թե չի գործում ես միշտ հատուկ դրա վրա շեշտ եմ դնում, եթե ես ասում եմ ես Քրիստոսի հետ հարություն եմ առել, ինչով է դա ապացուցվում, ինչ իմ կաշվի վրա ինչ եմ զգում, ինչ փոփոխություն կա, եւ սա ամեն ինչը պետքա շատ ուշադիր սերտվի։ Շատ շնորհակալ ենք Հովհաննես եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Կխնդրենք քո աղոթքով ավարտել եթերը։ Աղոթ։ Մեր սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ ենք քո խոսքիդ եւ հանդիմանության եւ հորդորիդ համար, որովհետեւ տեսնում ենք քո առաքյալի սիրտը տխուր է եւ անշուշտ մեզ համար էլ է տխրություն, քանի որ հստակ է որ այս երկու խաչի թշնամիների ազդեցությունները կարող են ազդել քո զավակների աճի վրա։ Ուստի այս հորդորը ընդունում ենք ամենայն լրջությամբ եւ դու մեզ պիտի առաջնորդես, որպեսզի ավելի զգոն լինենք, տեսնենք այդ ազդեցությունները եւ ոչ ասենք դրան։ Ամեն Տեր։ Բոլոր ազդեցությունները, որոնք խաչի թշնամի են, օգնիր մեզ, որ ոչ ասենք։ Եվ առաջնորդիր մեզ այս գործընթացի մեջ մեր սեփական մեղավոր բնույթի մահվան եւ քեզ մով փոխարինման գործընթացը։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեկնարկեցիր դա եւ անում ես եւ պիտի հասցնես կատարելության։ Ամեն Տեր, ամեն Տեր։ Թող քո փառքի համար լինի մեր ամբողջ կյանքը, որպեսզի դու փառավորվես միմիայն։ Ամեն։ Հիսուսի անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, այսօր էլ ունեցանք հզոր հոգևոր կերակուր մեր հոգիների համար, որը առողջ է պահում մեր հոգին եւ գիրացնում է։ Միակ բանը, որ կարելի է գիրացնել, դա մեր հոգիներն է, վնաս չի տալի երբեք օգուտից բացի։ Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք այսօրվա, այսպես ասեմ, հաճելիորեն ծանր կերակուրի համար։ Իրոք սա ծանր կերակուր է, բայց այս ծանր կերակուրը զորավորների համար է, որ ուտեն եւ ավելի զորանան, լինեն հաղթական Հիսուսի անունով։ Իսկ նրանք ովքեր կաթի կարոտ էին, գուցե եւ
Չի լավ, ավել բաներ չեմ ասում։ Տերոնի ձեզ շատ շնորհակալ ենք դրանց, ովքեր կիսվեցին այս եթերը, շնորհակալ ենք նաև, եթե չկիսվեցիք, ինչ անենք։ Այդպես էլ է լինում։ Տերոնի ձեզ շատ գոնե այս եթերից հետո կիսվեք։ Սիրում ենք ձեզ, Հովանես եղբայր, նաև քեզ սիրում ենք, կարոտել ենք շատ եւ մնացեք խաղաղությամբ եւ առաջ ուրեմն հետագայում հանդիպելու այսպես փափագով քեզ ասում ենք ցտեսություն եղբայրս։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, մնացեք խաղաղությամբ։ Իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։